Շարունակելով ուժը Հայաստանից թեման, հիմա քաղաքական դաշտում մասնավորապես Հանրապետություն կուսակցության կողմից առաջ է քաշվում այն հարցը, որ ուժը Հայաստան կուսակցությանը չպետք է գրանցել, որովհետև իրենց առաջնորդի ունեցվածքի 30%-ից ավելին գտնվում է Հայաստանից դուրս, այդ ուժը օտարերկրյա փողերով է ֆինանսավորում եւ սա հիմք է չգրանցելու։ Այս մասով արդյոք ունի գործառույթ ֆինանսավորման պահը ինչպես է ԿՀ-ի համար, այսպես ասած, քաղաքական ուժերի կողմից պարզաբանվում, ֆինանսական հաշվետվության, թափանցիկության հարց առաջ գալիս է, թե ոչ գրանցում իրականացնելուց առաջ։ Հարգելի գործընկերներ, տեսեք, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները որքան ուզեն կարող են մեկ-մեկու մեղադրել։ Կարող են, այսպես ասած, կոչ անել մեկը այս մյուսին որ չգրանցի, մյուսը այն մյուսին որ չգրանցի։ Իրենց քաղաքական պայքարն է։ Իրենք մեկ-մեկու կարող են քննադատել, կարող են մեկ-մեկու որակումներ տալ, մեկ-մեկու, չգիտեմ, ամենածանր մեղքերի մեջ մեկ-մեկու մեղադրել։ Դա չի նշանակում, որ այդ քաղաքական բանավեճը ԿԸ-ի, այսպես ասենք, գործունեությունն է կանխորոշելու կամ ԿԸ-ի գործունեության մեջ քաղաքական բանավեճը որևէ տեղ ունի։ Քաղաքական բանավեճը քաղաքական բանավեճ է։ Ձեր նկարագրած ընդհանրապես քաղաքական բանավեճ է։ Ես կրկնում եմ, քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշինքների գրանցումը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակներում։ Եվ ինչ են կարծում մեր քաղաքական գործիչները մեկը մյուսի մասին, դա իրենց իրավունքն է։ Իրենք կարող են մեկ-մեկու ինչու ասես մեղադրել։ Իրենց քաղաքական բանավեճը կարող են ինչպես ցանկանում են ծավալել։ Դա չի նշանակում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական բանավեճի բովանդակությամբ պիտի առաջնորդվի։ Քաղաքական բանավեճը մի կողմ։ Հիմա ԿՀ-ի համար կարևոր է ուժը, որը ընտրություններին է մասնակցում, որտեղից է ֆինանսավորվում։ Եթե սպասեիք, համբերեիք ես գայ ձեր հարցի մյուս մասին, ես որտեղ առաջին մասին պատասխանեցի, իմի երկրորդ մասին։ Հարգելի լրագրողներ, կուսակցությունները, դաշինքները իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 800 միլիոն դրամն է։ Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները իրենց պաշտոնական հաշվի համարներից։ Կուսակցությունները իրենց հաշվի համարներում այդ գումարը կարող են ունենալ ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Ամեն մի ՀՀ քաղաքացի կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել մեկ տարվա ընթացքում 10 միլիոն դրամից ոչ ավել։ Ավելին, քրեական օրենսգիրքը կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ որ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է։ Այսինքն մեկ անձը 10 միլիոն դրամից ավել այլ անձանց միջոցով փորձում է 10 միլիոն դրամից ավել գումար նվիրաբերել կուսակցությանը։ Սա կարող եք բացել քրեական օրենսգիրքը կտեսնեք։ Այսինքն այստեղ կուսակցությունների մասին օրենքն է հիմնական կարգավորողը եւ այս կուսակցությունների իրենց ֆինանսական միջոցների գոյացման հարցով կարծում եմ լավ կլինի, որ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի մեր գործընկերների հետ զրուցեք, որպեսզի իրենք էլ ներկայացնեն իրենց գործիքակազմերը։ Բայց կուսակցությունները պիտի ունենան իրենց հաշվին գումար, որը որ պիտի նվիրաբերված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից
Եվ այդ գումարը նոր իրենք կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին։ Շրջանցելու օրենքի այս կարգավորումը շրջանցելու համար մեր օրենսդրությունը հստակ պատասխանատվության միջոցներ է նախատեսում։ Կարծում եմ ձեր հարցը բավարարվեց։